Որ ասում են դիվերսիֆիկացիա խնդրե, ոչ մեկը չի ասում երես թեկեք արևմուտքից, արևելքից, հյուսիսից, հարավից, չէ, բոլորի հետ էլ անհրաժեշտ է համագործակցել, բայց առաջնահերթություն պետք է տալ այն պետություններին, որոնց շահերը այս տարածաշրջանում եւ այս ռազմաքաղաքական, ասենք, տնտեսական հարաբերություններում համընկնում են։ Ոչ եմ դրում, դա այդ առումով մեր շահերը այսօր, օրինակ տես Հնդկաստան 100%-ով համընկնում է։ Չնայած Հնդկաստանը մեզանից բավական հեռու է։ Պարսկաստան համընկնում է, Ռուսաստան համընկնում է, նույն Վրաստանի հետ։ Որտեղ Վրաստանն էլ հիմա բավականին լուրջ խնդիրներ ունի, ինքն էլ չի արևմուտքին տրվեց, Բաթումը ըստ էության կորցրեց, Աբխազիան կորցրեց, Հարավային Օսետիան կորցրեց, նոր հասկացավ, որ արևմուտքը իրան տարում է բախման Ռուսաստանի հետ, որտեղ Վրաստանը որպես այդպեսին առանձնապես արևմուտքի պետք չի, եթե ինքը չի պատերազմում Ռուսաստանի դեմ։ Հիմա նոր իշխանությունները հասկացել են, արդեն նոր իշխանությունների պարագայում, նայեք ընտրությունների կամ այլ միջոցառումների հետ կապված արևմուտքի արձագանքը։ Եթե այդ նույն բաները նախկինում Սաակաշվիլու ժամանակ չէր տեսնում, հիմա շատ հստակ տեսնում է։ Այսինքն շատ կարևոր է, որ մենք սա հասկանանք, ովքեր են մեր այսօրվա գործընկեր պետությունները, որոնց շահերը այս տարածաշրջանում այս պահին համընկնում են մեր շահերի հետ։ Ոչ է Ռուսաստան, Պարսկաստան, Հնդկաստան, Վրաստան, արաբական աշխարհ կարող ենք ասել, ում հետ չի համընկնում։ Նրանց, ովքեր մեզ տեսնում են խոչընդոտ Ռուսաստանը տրոհելու, Պարսկաստանը տրոհելու, Չինաստանը տրոհելու։